Da pari yerego, Երոնական աղոթքով սկսի։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր, որ հերգինս է սուրբ Եղիցյան քո, եկեսեան կայություն քո, Եղիցին կամ քո, որպես հերգինս հերգրի, ըսհաց մեր հանավազոր դուր մեզ այսօր, և թող մեզ զբարդիս մեր, որպես և մենք թողունք մերոց բարդամանած, և մի տանինս մեզ ի փորձություն, այլ կրկյաց մեզ ի շարեն, Սիքոյ արկայություն և զորություն և կար հավիտյանս հավիտենից, ամեն, իմաստություն, որ Հիսուս դուր մեզ իմաստություն, ըսվարիս խորել և խոսել և գործել, առաջի քո ամենայն ժամ, իչար խորորդոց, իպանից և ի գործոց, բրյաց մեզ, և նորոյալ քո արարածոց, և մեզ կազմամերացս, ամեն, հրամեցեք։ Բարի երեգո ծեր բոլորին, նաև բարի երեգո բոլոր անոնց, որոնք արցանց կեդելին այս սերդողություններուն, մեր առաջի բաժինը, որ պիտի ելա շարականի երկեցողությունը, ասկի առաջ երկած ենք և ինչպես անցյալին ասած են նաև այսօր, շարականի երկեցողությունն է, կամ աղոթքն է, կամ սաղմոսն է, ինչ որ մենք գնենք սերդողության ընթացքին, փորձենք այդ բոլորը անել ոչ թե բարձավես հատվածը աղոթելու կամ հատվածը ընթերցանության որպես բաժին ունենալու, այլ ինչ որ գնենք շարականի երկեցողություն կամ աղոթք, փորձենք նաև այդ բարերուն մեջ են ապրին այդ բահը։ Այսինքն, երբ որ մենք այսօր պիտի երկենք հույսի մեստու դեր, հավի չանցանացի մոց, գնշանագի ամբողջական վստահություն ունենանք, որ Աստված ինք է մեր հույսը։ Երբ որ գսենք մի անդեսեր մեր արդասուկը, մեր լացը, մեր ասածին հավատանք ինչ մենք գսենք։ Անորամար է, որ Պողոս Արաքյալը գսե, ինչ որ քարոզեցի, նախ ես հավատացի քարոզածին։ Այսինքն ինչ որ գսեմ, ինչ որ գարդասանեմ, ինչ որ գաղոթեմ, հավատամ իմ այդ ասածից։ Այսինքն բարձավես փարեր չլան, որ ես գարդասանեմ։ Այնադեն գթարնամ թութական նման, որ թութակի նման գարդասանեմ առանց սակայն անդրադառնալու, թե ինչ գսեմ ես։ Անորամար է, որ նաև Աստվածաշունչը մեզի կսորվեցնեն, երբ որ Աստուծո հետ է գործը, երբ որ գուզես խոսիր Աստուծո հետ, քու մտքովդ, հոգիովդ, ամբողջ էությունդ, զորությամբ, կնշանակե միտքը դալ օգտագործե, հոգիդ օգտագործե, ինչ բարեր որ գսես, գետրոնացիր այդ բարերու վրա, ու մանավանդ վստահություն ունեցիր օգտագործած բարերուց։ Մի բարձրես բարեր արտասանել, որ այդպես սորված ես անցյալին։ Մի ներ այնպիսի բարեր արտասանություն, որ ման գուտենետ գիտես և այսօր տուտագի պես կարտասանես։ Ընդհակարակը, երբ որ գսեմ, թունես իմ հույսս, կնշանակե վստահություն ունեցիր քո այդ ասածին։ Երբ որ իմի օգնություն կխնդրես, վստահ եղիր, որ պիտի օգնեք ես։ Այո, իբրև մարդ կանցնին մեր մտքեն խորհուրդներ, կասկածներ, անորոշություն, վախ, սարսափ, բայց անմիջապես Սուրբ Հոգին է, որ եթե կներկործե մեր մեջ, քալու եւ զորացնելու մեզ, քալու եւ հիշեցնելու մեզ, քալու եւ մեզի տալու այդ ըսպարազինությունը, որու մասին կխոսի Պողոս Արաքյալ։ Մենք հաճախ թեթևի կառնենք Արաքյալին խոսքերը, կամ ընդհանրապես Աստվածաշունչի խոսքը։ Մենք այնպես որ կգարձենք, որ մենք բարձրապես սերդողություն է որ գնենք։ Դեսնելու կամ լսելու կամ ուսումնասիրելու, թե անցյալին Պողոս ինչ ասավ։ Պողոս ասավ եւ վերջացուց։ Պողոսի ասածները արձանագրվեցան եւ գրվեցան եկեղեցիներում։ Եվ մինչև այսօր մենք կընթերցենք կգարտանք կամ հաճախ նաև սերդողություն ունենք։ Բայց որքանով այժմեական են այդ խոսքերը, այժմեական են կնշանակե որքանով այդ խոսքերը կյանքի կվերածվին մեր ամենօրյային մեջ։ Այսինքն, երբ որ գսե ցեր վրա արեք Աստուծո սպարազինությունը, ցեր վրա արեք սուրը, սաղաբարդը, բահանը, գոշիկը, կոդին, կնշանակե ամեն առավոտ, երբ որ ես կարդնամ դունեն դուրս ելնելու Իմ վրաս ինչ գարնեմ իբրև ըսպարազինության կործիկ, մտքերս ինչով է որ կպաշպանվին, գուրծկս, սիրտս, խորհուրդներս, մտածումներս ինչով է որ կպաշպանվին, որտեղ պիտի հանդիպիմ մարդոց, պիտի հանդիպիմ դեպքերու, երևույթներու, ով է որ զիս պիտի պաշտպանի այս բոլորեն, եւ հանգարց գունենանք այնպիսի իրավիճակը, ըստ համար թե մենք այսօր չգրցանք գլուխ անել այս բոլորը, այսօր մենք քայտակեցանք, այսօր մենք այս եղանք Եվ հաճախ կփորձենք գտնել պատճառը ինչն է, որտեղ մեր վրա չունեինք սպարազինություն։ Մեր մտքերում մեջ չունեինք Աստծո խոսքը մնայուն։ Եվ ինչու է որ Քրիստոս փորձվեցավ։
Եվ Քրիստոսի փորձությունները ինչ էին։ Եթե ոչ մեզ մեր յուրաքանչյուրին համար, այսօրվա մարդուն համար, ինչ։ Գտնօրինակը։ Այսինքն ըստերո համար ոչ։ Երբ որ չարը մեզի կհրամցնե, փորձություններ կհրամցնե ափսեի վրա գրված։ Երբ որ անոթի ենք ու կա գսե, գիտեմ հացի կարիք ունիս, այսպես սրե գրնաս հաց ունենալ, այնպես սրե գրնաս հաց ունենալ, այս ինչ տեղը կնա գրնաս հաց ունենալ, որտեղ վերջո հացը անհրաժեշտություն է, չէ, կարիք է, պետք է։ Բայց Քրիստոս գուկա եւ գսե մարդը միայն հացով չէ, որովհետեւ ինչու, ոչ թե հացը կարևոր չէ, այլ չարին ներկայացուցածը զարդուրի ճամփան է, ձուր ու մուրն է, որ մեր ճշմարտությունն է, որ պիտի հեռացնի։ Անորամար է, որ Քրիստոս գուկա եւ հիշեցնե մարդուն, ճիշտ է հացը կարևոր է, որտեղ նույն այդ հացը նաեւ ինքը տվա բազմապատկեց այդ հացը։ 5000-ը գերագրեց, 4000-ը գերագրեց եւ դակավին առավել եւս Հովանու ավետարանի 6-րդ գլուխի մեջ պիսե գերեք այդ հացը, որ երկինքեն իջած հաց է։ Ոչ սովորական հացը, հացեն անտին հոգեվոր հացը, նույնիսկ իր ներկայությունը։ Եվ այս բոլորը ինչու են իմիջար, որտեղ այսօր գաբրինք այդ վիճակները։ Այսօր գաբրինք, վերջի ժամանակներու օրերը գաբրինք այսօր։ Վերջի ժամանակները մի իսեք, վաղն է վերջը, վաղը չէ վերջը, բայց վերջի ժամանակներն է, որ մենք այսօր գաբրինք։ Անիգալա դնդեսական, քաղաքական, ընկերային, ընտանեկան, անհատական, անձնական, այդ օրերն է, որ այսօր մենք գաբրինք։ Եվ դակավին չսելու համար Գեթսեմանեի այդ Պարդեզի վիճակն է, որ մենք այսօր գաբրինք։ Որ կնշանակե Քրիստոս Գեթսեմանեի Պարդեզը կացած աղոթելու աշակերտները քնացած եւ այսօր ալ մարդկությունը քնացած վիճակի մեջ է։ Ինչեր կան սիրտարան մեր շուրջը։ Բայց այսօր մենք քնացած վիճակի մեջ ենք։ Անորամար է որ միսե արթնցիր ով քնացած։ Մերելութենե դուրս եկուր։ Այսինքն մի ներ այնպիսի կորձեր, մի լար այնպիսի կորձերու մեջ, որ մերելության քեզ կդանի, մահվան կդանի քեզ։ Միսեք արդեն պիտի մերնինք, արդեն պիտի մերնինքի մասին չէ խոսքը։ Մեր հոգիներու մահվան մասին է խոսքը։ Արթնցեք, ծեր մերելութենեն դուրս եկեք, այնպես ինչպես որ կանչեց իր սիրելի Ղազարոս բարեկամին դուրս, ըսա դուրս եկեք, դուրս։ Այսօր մենք դուրս գալու, այդպես արեք սերդողությունները սիրելներ։ Մի առնեք Բողոսի ինչ ասավ, Հակոբոսի ինչ ասավ, չգիտեմ, Սամոսների մեջ ինչ կրված են, կրվածները կրված են, բայց կրվեցան եւ այդ երասու թելատությունը, այս բոլորը արցանակրեցեք, որբեսի քալիք սերունդները ըստ այնը թաստի ярակվին, ըստ այնը պատրաստության համար են։ Ոչ թե բարձրապես սերդողության համար են։ Սերդողության նպատակը պատրաստության համար են։ Եթե հարցնեք ինչ բանի պատրաստություն, դիրոջ քալուստի պատրաստություն։ Բիդի քանդերը ուզենք կամ չուզենք, բիդի ցակի արևը ուզենք կամ չուզենք, որքանալ փապակին քիշերը երկարի, արաբոդում բիդի ցակի արևը, որքանալ փապակին քիշերը երկարի, որտեղ մենք քիշեր ավելի կնախընտրենք, ինչպես պիտի Աստվածաշունչը, խաբարը ավելի սիրեցի, որտեղ իրենց գործերը չարեին, բայց բիդի ցակի արևը, արեքակը բիդի ցակի, եւ մանավանդ արդարության արեքակը բիդի ցակի։ Ըստ այն սերդողության հետևիկ մենք Որտեղ պիտի կա դերը եւ այս անգամ պիտի կա փառքովը, զորությանքը, թադելու համար աշխարհը, ամբողջ մարդկությունը, դալու արդարներուն հատուցումը, դալու անօրեններուն նաեւ ըստ այնը իրենց հատուցումը։ Հետևաբար այս մտքով, այս հասկացությամբ եւ այս հավատքով եկեք մենք երթենք շարականը, որտեղ Սամոս 2-ն գսե իմ հույսս միայն Աստուծո վրա է, որ դրած եմ, որտեղ միայն Աստուծմե է, որ կա իմ օգնությունս։ Ու հույսիմ ես դու դեր, հավի չանցանացի մոց, մի ահանդես արներ, հղումնար դասվածի մոց, ողորմյա ինձ աստված։ Ու հույսիմ ես դու դեր, հավի չանցանացի մոց, մի ահանդես արներ, սպխումնար դասվածի մոց, ողորմյա ինձ աստված։ Ու հույսիմ ես դու դեր, հավի չանցանացի մոց, մի ահանդես արներ, սպխումնար դասվածի մոց, ողորմյա ինձ աստված։ Վերջին անգամ, ու հույսիմ ես դու դեր,
Տեսարներ սպխումն արտասվածի մոց, ողորմյա ինձ Աստված։ Ով Հայր թուն, որ կթարադես, և ամեն տեսակի մխիթարություն բարգևելով մեզ կմխիթարես մեր բոլոր նեղությունների մեջ։ Այս պահուն լսեք ու ծարաներուդ բաղադալից խնդրանքը և ընդունե մեր աղաչանքը։ Թուն, որ բարերարես, չնչե մեր հանցանքներուն արժանի ահավոր պատիժը։ Ներողամիտ գտնվե և լսե մեզ, կավե և ները մեր մեղքերը։ Արժանի ըրե կողության փառավորելու քեզ Հայր Որդի և Սուրբ Հոգի, այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից։ Ամեն։ Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմար, որ հայտնեց Աստվածն մեր, ողորմյա մեզ, Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմար, որ հայտնեց Աստվածն մեր, ողորմյա մեզ, Սուրբ Աստված, Սուրբ և Սուրբ և անմար, որ հայտնեց Աստվածն մեր, ողորմյա մեզ։ Փրկելս մեզ իր փորձութենե և ամենայն վտանգից, մերոց և ևս խաղաղությանս դեր աղաչեսու։ Վասն լսելի լինելով դիարն Աստուծոց զայնի աղաչանած մերոց, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին, և իջանելով ի վերամեր ողորմության և կտության դիարն Աստուծո, ամենագալ Դեր Աստված մեր կեցո և ողորմյա, Դեր ողորմյա, Դեր ողորմյա, Դեր ողորմյա, ով երկնավոր Հայր, կփառավորենք ու Սուրբ անունոդ և շնորհակալություն կհայտնենք քեզի վայրական սիրուտ և հոգացությանդ համար հանդեպ մարդկության։ Ու մանավանդ այն մարդկության, որ լեցուն է մեղքով, անօրենություններով, որոնք իմացակ այն քո հայրական սերդ և հոգացությունդ հանդեպ այդ մեղավոր մարդուն, քեզ հանգիստ չցկեցին, այլ լրգեցիր քո միածին որդիդ, մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որուն աշխարհ քալուստով ու անոր բادرակումով կավեցիր ու ներեցիր մեղավոր մարդուն մեղքը, ու մանավանդ այն մարդուն, որ քո առջևդ եկած խոստովանությամբ, զղջումով և ապաշխարությամբ ներում է, որ խնդրեց։ Այսօր մենք այստեղ հավաքված քո հրավերովդ մեր մեղքերը կխոստովանենք քեզի, գամա թե ագամա, գիտությամբ կամ անկիտությամբ, խորհուրդով, խոսքով կամ տիքորձով, ինչ որ կատարած ենք, ինչ որ գանցի մեր մտքին, ինչ որ խոսած ենք, այդ բոլորը քո դիմացդ կտնենք եւ քո հայրական սիրովդ եւ հոգացությամբ կխնդրենք, որ ներես մեր մեղքերը։ Քավես մեր հանցանքները, ու մանավանդ մեզ նորոգես քո նորոգությամբ, մեզ նորոգես քո Սուրբ Հոգիովդ, լեցնես մեզ շնորհներովդ, ու մանավանդ տաս մեզի քո սպառազինությունդ, որպեսզի կարենանք այս ժամանակավոր երկրավոր կյանքի ընթացքին մեր այդ բարի պատերազմը պատերազմելու, հավատքը պահելու ընթացքի իրավարտին հասնենք։
Այսօրվան իրավիճակը, որում մեջ կապրի մարդը, որում մասին խոսած ես անցյալին, առաքյալները բոլոր արձանագրած, նեղություններ ունենալու, բادرազներու տեսակներ, լուրեր, ցայներ, համաճարակներ, բնության ավետներ, այս բոլորի մասին խոսած, բայց նաև զգուշացուցած ես ասելով ձեր սրտերը թող չի խռովին։ Արթուն եղեք, պատրաստ եղեք, աղոթեցեք։ Այդ արթունը լալու, պատրաստը լալու եւ աղոթելու շնորհքը դու մեզի այսօր։ Որպեսզի չնմանենք այն առաքյալներուն, որոնք քնացան, իրենց աչքերը հոգնած էին։ Կեսգիշեր էր, պետք էր որ քնանային։ Բայց դու ուզեցիր, որ արթուն մնային անոնք ոչ թե ֆիզիկապես, այլ հոգիով, մտքով, ամբողջ էությամբ։ Որպեսի կարենային, այսօր ալ որպեսի մենք կարենանք թեմ տնելու չարին բոլոր տեսակի հնարքներում։ Այսօր ամեն ուրեք, ամեն դեղի և ամեն միջոցներ գօգտագործե չարը, որպեսի մեզ տաբալե, արույցի պես կմրնչե, որպեսի մեզ կեզ մե հերացնե։ Բայց պարկ ուտանք և շնորհակալություն գայտնենք քեզի, ու այդ խոստումիդ ու մանավանդ այն աղոթքիդ, որ դու աղոթեցիր մեզ մեր յուրաքանչյուրին համար։ Գաղոթեմ ոչ թե միայն զիրենք աշխարհեն վերցնես, այլ գաղոթեմ, որ զիրենք չարեն բահես։ Այսօր այդ աղոթքն է, որ կխնդրենք քեզ նաև, որ մեզ չարեն բահես։ Եվ այնպես կպահես մեզի տալով սպառազինությունդ։ Եվ այնպես ինչպես դու ինքդ սորվեցուցիր աշակերտներուն ցելով աղոթեցեք, որովհետեւ այս օրերը շուտ լմնան։ Եվ ինչ որ պիտի կատարվին, թող որ շուտով կատարվին։ Եվ դու ինքդ է որ խոստացար ասելով, որ այդ օրերը պիտի կարճնան իսեր արդարներուն։ Գաղութենք և կխնդրենք ով երտնավորայր, որ այս օրերում մեջ մեր հոգիները պահես, մեր հոգիները չգործվին։ Անորամարալ այս սերդողությունները թող որ օգտագործենք որպես արիտ այդ հոգիներու փրկության։ Այսօր եթե երբեք դակամին խավարի մեջ ենք, թող որ այս սերդողությունները լան լույս, խավարեն լույսի կալու։ Այս սերդողությունները լան հոգևոր սնունդ, մեր հոգիներու աճման, հասունության, պատրաստության։ Չկանք այստեղ բարձավես ժամանակ անցնելու, չկանք այստեղ բարձավես լսելու, թե առաքյալները ինչսին, որու ինչ քրեցին, արձանագրեցին։ Այլ այստեղ մեր ներկայությունը իրավես արիտ հոգևոր մեր սնունդը ապահովելու համար։ Որպեսզի կարենանք մեր հոգևոր թիմադրողականություն ունենալու, գալիք բոլոր տեսակի փորձություններուն դիմաց։ Այս այդով գաղութենք և կխնդրենք բոլոր անոնց համար, որոնք դժվարության, նեղության մեջ են, իրենց խաղաղությունն են գործընծուցած, այնպիսի խորհուրդներու մեջ են, որ զիրենք երացնենք քեզ մեզ, գաղութենք և կխնդրենք, որ քու խաղաղությունը տաս, այնպես ինչպես դու ինքդ խոստացար։ Ու Սուրբ Հոգիդ ղրկես, որպեսզի խաղաղեցնե, որպեսզի իմաստությունը տա, որպեսզի հստակատեսությունը տա մեզ մեր յուրաքանչյուրին։ Եվ ի վերջո գաղութենք և կխնդրենք, որ այս սերդողությունը տուն առաջնորդես, իմաստություն տալով յուրաքանչյուրիս, լսողին, խոսողին, մտի գնողին, թիդողին, տուն իմաստությունը տուն առաջնորդ է մեզ և պատկանները, որ պիտի դաս, փանաս մեր մտքերը, սրտերը, հոգիները, ականջները, որպես այդ մեր լսածը պատկանները սերնահատիկի նման ինան բարարքելու մեջ։ Եվ քու ողորմությունը խնդրելով գսենք,
Իշյա դեր և ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա։ Բարի երեգո բոլորին, բարի երեգո, նաև բարի երեգո բոլոր անոնց, որոնք նոր գեհետևին այս սերդողություններում, ինչպես աղոտքի մեջ խնդրեցինք Աստծո և փառք տվին իրեն, որ այս հրավերը կուտա մեզ մեր յուրաքանչյուրին, այստեղ ներկա լալու և իր ներկայությամբ նաև լեցնելու մեր սրտերը հոգիները, ինչպես նաև իր պատգամներով, իր խոսքերով։ Մենք այսօր պիտի փորձենք ամբողջացնել 89-րդ Սաղմոսը, վերջին բաժինն է, 38-ն 52 համարները։ Վերականգնելու և վերաթարմացնելու մեր մտքերու մեջ, որ առաջին երկու հատվածները, որ փորձեցինք տեսնել, ընդհանրապես կխոսեր այն մասին, ներկայացնելով իր ճանաչումը, ասված ճանաչումը, ինչպիսին է, ով է, ինչ կնե և ինչպիսի խոստումն է, որ տված է Աստված, որում իր ծառային։ Եվ հանգարց ինչու է այդ վերհիշեցումը, որևէ պիտի գտնվի բաղվամը մեջ, պիտի գտնվի կացության մեջ, ու կարծեք ըստ իր մտքի մեջ եղածը երբեք չի համապատասխանել դրված խոստումին։ Այսինքն տուն դվիր խոստումը փրկելու, ազատելու, բահելու, բահբանելու քու ծառատ, բայց ահավասիկ քու այդ ծառատ հիմա վիճակի մեջ է, կացության մեջ է, ուր է այդ տված խոստումը։ Եվ հիմա այսօրվան հատվածը 38-րդ համարը մինչև 52-րդ համարը, 52-րդ համարը պիտի այդ վիճակը ներկայացնե։ Այդ տված խոստումը, որը սիր, բահեմ, պիտի բահբանեմ, անոր հետ պիտի լամ միշտ, հավիտենապես անոր թագավորությունը, բայց ուրիշ կացություն է, որ կբարձվի։ Եվ ինքը կփորձեմ այդ երկու կգարձեք միադեղել և ըմբռնել հասկանալ, թե արդյոք ինչ խոստում տրվեցավ։ Իրավ էր այդ խոստումը, բարձավես խոստումն է, որ դրվեցավ, կամ իրականացավ այդ խոստումը և բահեց իր այդ ծառան։ Հետևաբար անդրադառնանք հատվածին, տեսնենք այդ վիճակը ամբողջությամբ, հետո փորձենք հասկանալ այդ հատվածը, հետո փորձենք այդ հատվածը նաև համեմատել մեր այսօրվան իրականության։ Ինչպես քիչ առաջ կսեի, եթե բարձավես մենք կսերդենք, ինչ ըսված է անցյալին և անցյալի ժամանակահատվածին, անցյալի ժողովրդին, սակայն այսօր ինչ ունի փոխանցելիք մեզի, եթե մենք կփորձենք այս բոլորը առնել որպես հոգևոր սնունդ։ Եվ երբ որ հոգևոր սնունդ է, այնպես ինչպես մարմնավոր ֆիզիկական սնունդն է, մենք հաճախ ինչու է որ սնունդ կառնենք ֆիզիկականը։ Բարձրապես այս ըստամոքսը լեցնելու եւ կամ այդ ըստամոքսի լեցվելիք լեցուցածը պիտի օգնե նաեւ ինչի թիմատրողականության։ Անորոշ երբ որ գերտանք ուդելու փամը, պետք է որ ուդենք այնպիսի ուդելիք, որոնք ինչ են առողջապահական հասկացողություն։ Այնպես չէ որ բարձրապես ըստամոքս մնե որ գլեցնե։ Ինչպես որ գիտեք ժողովրդային ասացված մգա որ դսե գուդես ուդելու համար, կամ գուդես բարձրապես գշտանալու համար, այսինքն ինչ է նպատակը որ գուդես։ Բարձրապես ըստամոքս մլեցնել կամ այդ լեցուցած ըստամոքսի վիճակը, որովհետեւ անգե քաղաց, արած այնինչ որ սնունդ է պետք, օգտակարություն է պետք, որպես այս մարմինը առողջ բահեմ։ Նույնպես այլ հոգևոր իմաստով, ինչ որ մենք կգարտանք հոգևոր սնունդ, հոգևոր ուդելիք, այդ բոլորը ինչով պիտի օգնեն մեզի, մեր հոգևոր թիմատրողականությունը առավել ևս զորացնելու։ Հետևաբար անդրադառնանք հատվածին 38-րդ համարեն սկսյալ։ Իսկ հիմա թուն մերժեցիր եւ փառությամբ անարգեցիր օծյալը։ Անցյալ անգամին մենք տեսանք, որ թուն ու սուրբ յուղովդ օծեցիր այդ ծառատ։ Եվ այդ օծյալը թոնգեք ու կա, որտեղ սուրբ ոգիով սուրբ յուղովդ օծեցիր եւ ադիկա դարձավ քեզ համար օծյալ, եւ դու խոստացած ես, որ քու այդ ծառատ օծյալը պահես, բայց ահավասիկ առաջին դողերը ուտան մեզի ցույց տալու, որ դու մերժեցիր եւ փառությամբ անարգեցիր։ Կարծեք այլես կարևորություն չդվիր քու այդ օծյալից։ Փեգանեցիր ծառայիդ հետ կնքած ուխտդ, քեդինը գերդի մեջ նետեցիր անոր թակը, խորդագեցիր անոր բոլոր բարիստները, անոր ամրոցները ավերեցիր, անցորդները գողոպտեցին զայն, եւ անիգա իր թրացիներուն նախադինքին արարգա դարձավ։ Անոր հագարագործները զորացուցիր, բոլոր թշնամիները ուրախացուցիր, անոր սուրբ
անոր սուրը գոդրեցիր, բادرազմի ադեն անոր նեցուկ չգանքնեցար, խափանեցիր անոր փառքը, անոր աթորը քեդին դաբալեցիր, գարցուցիր անոր երիտասարդ տարիները եւ ամոթով ծածկեցիր զայն։ Ուր է դված խոստումը։ Դու խոսում ես։ Իդի բահես կոյացա։ Ուխտ կնկեցիր օծյալի հետ։ Ուր է խոստումը, ուխտ դուր է։ Թրջեցիր, մերժեցիր, անարգեցիր, եւ ոչ թե միայն ասկան, այլ բարիսները փլցուցիր, ամրոցները խորդագեցիր, թշնամիները ավելի զորացուցիր։ Եվ թշնամիներուն նաև արի տվիր, որ անում ուրախանային, ինչով այդ օծյալի կաբանումով։ Եվ այստեղ ուտա մեզի արիքը մտածելու, այս խոսքը որու մասին է։ Այո, Քրիստոսի մասին է։ Քրիստոսի մասին է խոսքը։ Անորամար է, որ վադահական չէ, երբ որ Քրիստոս կսե օրենքի ուսուցիչներուն եւ փարիսեցիներին։ Գարտացեք օրենքն ու մարգարեները, որոնք իմ մասիս կվկայեն։ Դավիթ մարգարեն չէ, որ անարգվեցավ։ Դավիթ մարգարեի թակը չէ, որ գեղդի մեջ, ցեխի մեջ դաբալեց։ Այլ ընդհանրակը այնինչ որ խոսքի այստեղ Քրիստոսի մասին է։ Եվ այս դողերը որ գսե բادرազմի բամուն տուն անոր նեցուկ չգեցար, որ բادرազմն է։ Խաչի վրա դարած իր բادرազմը, չարի թեմ։ Չարի թեմ իր դարած բادرազմը։ Եվ այնտեղ ուր էր ասված, որ ուխտ կնկես, որ ես պիտի բայեմ իմ օծյալս։ Անորամար է, որ նաև Քրիստոս մեջ բերում հրավ 22-րդ Սամոսը։ Էլի լամա սաբակտանի։ Ինչու թողեցիր։ Ինչու թողեցիր, որ զարատ այդ վիճակներում մեջ են անցնում։ Բայց ադիկանային մարգարեություն էր, որ պիտի կատարվեր այդպես։ Եվ ասիկա գիշեցին է հիմա Քրիստոսի օրինակովը, այսօր մեզ մե յուրաքանչյուրին։ Անորամար է, որ Բողոս Արաքյալը ինչ գիշեցին։ Բողոս Արաքյալը ինչպես կպատկերացնի։ Գբատկերացնի այնպես, որ Քրիստոսի հետ չարչարագիցը լալը նաև մասնագից դառնալու Քրիստոսի փառքին։ Եթե գսե իր օծյանին այսպես հրավ դերը ասվածին, եթե գսե եղեկը, գանաչ եղեկը գոտրեց, որքան առավել եւս չորցած եղեկը, այսինքն մենք չորցած եղեք, որքան ավելի թյուրին է գոտրելը այդ եղեկին, այդ փայլին։ Եվ գսկսենք հարց տալու հաջող մենք, ինչու է որ մենք նեղության եւ դժվարություններում մեջով գանցնենք, ինչու է որ փորձությունները անբագաս են մեր գլուխեն, ուր է որ խոստացավ մեզ օգնելու, բահելու, քիչ առաջ աղոթեցի, քու աղոթքիդ համացան նաեւ մենք աղոթք կխնդրենք, չէ որ թուն աղոթեցի լսելու համար զիրեն աշխարհեն մի վերցներ, զիրեն չարեն բահեր, ուր է որ թուն մեզ կբայես, ահա ասիկ չարությունը ավելի գավերնա, չարիք ավելի կսորանա, ուր է դու այդ տված խոստումները։ Մանավանդ եթե եք հանգարց կփռնվենք այնպիսի հիվանդությամբ, այնպիսի դժվարությամբ, որ կդառնա անփուշելի, առավել եւս կսաստկանա մեր մեջ որդկումը, քանուսելու համար ուր է, այսքան աղոթեցինք, այսքան գարտացինք, այսքան սերդողություններով հետևեցանք, ուր են այս բոլորը, ուր են, եւ դու մեզ առանցին ես թողած, եւ այդպես ալ պատկերացուցին անցորդները, տեսեք ինչ կսե վերջին դողերը, անոր սուրը գոդրեցիր, անոր նեցուկ չգեցար, որպես բادرազմի չարի դեմ։ Խափանեցին անոր փառքը, անոր աթորը քեդին դաբալեցիր, եւ թշնամիները ուրախացուցիր։ Շատերը ուրախացան անոր խաչելությամբ։ Շատերը ուրախացան եւսի լրեցուցին այն ինչ որ դարձականքեր։ Լրեց, վերջ։ Եվ գարցեք այնպիսի տպավորություն գծկե, որ թշնամիները գարցեք ավելի զորացան, երբ որ գահարված էին ամեն անգամ այդ մտրակը, ամեն անգամ այդ հարված ուտային Քրիստոսին, գարցեք ավելի զորացավ թշնամին։ Եվ թիթողները այդպիսի պատկերացում ունեցան։ Միտի այս մարդը չէր, թևերը դուրս կվրընդեր, այս մարդը չէր դույրերուն աչքերը կպանար,
Անորամար է որ Քրիստոս զգուշացուց սիրելիներ, Քրիստոս զգուշացուց ամեն անգամ, երբ որ գհրաշակորձեր գբժշկեր զգուշացուց, ովևէ մեկուն բան մի ըսեք։ Ինչու՞։ Որտեղ սխալ դպավորություն պիտի ունենաք հիմա։ Որտեղ հանգարց ուրիշ բանի մտիմաց պիտի գանք դուք։ Հանգարց պիտի տեսնեք նույն այն անձը, որ գերագրեց 5000-ը, 4000-ը, գաղը, անդամալուծը, գույրը, համրը, խուլը, հանգարց պիտի տեսնեք ամոթով ծածկեցիր զինքը, եւ ինչ էր այդ ամոթը։ Իր մերգություններ, որ մերգացուցին թագը իր այդ աստվածային փառքն էր, որ մեկտի ցկեցիր, Պողոս Արաքյալի բացատրությամբ եւ ամոթով ծածկեցիր խաչին վրա։ Ուր է լվաց Քրիստոս։ Եվ ադորամար է որ Եբրայեցոս նամակի մեջ ուկա եւ գսե Արաքյալը մեզ մեկուն պես եղավ, իր վրա գրեց բոլոր տեսակի անարգան, իր վրա գրեց բոլոր տեսակի նեղություն, դարաբան, խալացանք, ինչու, որպեսի նաև գարեգիցը լա, որպեսի գարեգիցը լա այսօր մեզ մենք յուրաքանչյուրին, որ այդ ճամփոր երբ որ մենք արգանցնենք, ադորամար է որ Արաքյալը գսե նայեցեք, ձեր հավատքի ախոյանին նայեցեք ինչերի անձը, հավատքի ախոյանին նայեցեք, Հույսին ես ուդեր, կավի չանցանացի մոզ, իմ ամբոչ հույսս կու վրա տրած, որթուն իմ մեղքերս կավեցիր, ներեցիր, ինչով նույնի գնկու խաչելության տրած։ Եվ այս ամբոչ բահերին մեջ են Քրիստոս անցած, ու կա գբատկերացին է Սամոս 2-ն այն իրավիճակը, որ պիտի պատահեր Գողգոթայի վրա, այդ պատերազմը որ տեղի ունեցավ։ Սովորական երևույթ էր մարդկության համար, խաչելությունը, բայց Աստծո ծրագրի մեջ ուրիշ պատկերացում կար, չարին դեմ եղած պատերազմն էր, եւ անորամար այդ պատրաստությունը ուր էր, որ տեղի ունեցավ, Գեթսեմանեի պարտեզի մեջ, հիմա ես այդ բաժակն եմ որ գտնեմ, թաղնության, մեղքի թաղնության բաժակը, եւ այդ բաժակը խորքի մեջ իմ բաժակը չէ, մարդկության բաժակն է մեղքի, որ ես հանցն արած եմ խմելու այդ բաժակը։ Եթե կու գամքը դե որ խմեմ, պիտի խմեմ քիդնալով հանդերձ, որ իմ մասիս անցյալին սպեցա, որ թունք ու ուխտըտ այնպես գտվի, եւ այդպես ալսին անցորդները, Աստուծով վստահեցավ, ուր է, եւ կարծեցի, որ էլի լամա սապականի էսելով ասված է, որ գգանչե, Եղյան է, որ գգանչե, եւ սկսան ենթադրություններ անելու, որու է, որ գգանչե, խորքի մեջ ովևէ մեկուն չի գանչել, այլ ընդհակառակը գհիշեցնե, Գիշեցնե բոլոր այն մարգարեությունները, որոնք անցյալին քրված էին այս բաղման մասին։ Եվ որոնց է որ գիշեցնե, այնտեղ գամքնողներուն, այնտեղ ներկա եղողներուն, օրենքի ուսուցիչներուն, փարիսեցիներուն, որոնք Հայր Հիսուս ամոստերը անկիր գիտեին, բայց որպես ինչ գիտեին, որպես պաշտամունքի, որպես արարողության մեկ հատված, այնպես ինչպես հաջախ մենք քիչ առաջ անորամար է որ լսեի, այս շարականները եթե մենք նույնիսկ անկիր գիտենք, բայց որպես ինչ գիտենք, որպես բարձրապես պաշտամունքի այդով երկել գիտենք, կամ թե իրապես գաբրինք մեր այդ երկացը, իրապես ամբողջական վստահություն ունենք մեր այդ ըսածին։ Քրիստոս անորամար է որ այդ Սամոսի բարերը գրտնեց ու ըսավ, որպեսզի ներկաներուն ագանչի մեջ հիշեցվի, որ տարիներ շարունակ այս Սամոսը դուք գարդասանեիք, պաշտամունքի ընթացքին գօգտագործեիք այնպես ինչպես այս 89-րդ Սամոսը, Հայր Հիսուս Սամոսներ իրենք կսեին, մինչև այսօր ալ կսեն։ Այս Պողոս Արաքյալը կսե, եթե հանգարց հարց տակ, լավ եթե մինչև այսօր կսեն, ինչու է որ չեն հավատար։ Պողոս Արաքյալը կսե, որ դետակամին անոնց աչքերուն վրա շղարշի կա։ Այն շղարշը, որ թրված էր Մովսեսի երեսին։ Հանե գսե այդ շղարշը, որպեսզի կարենաս տեսնեն։ Հանե։ Այսօր մեղքի շղարշը հաճախ կա մեր աչքերուն առաջ, որ կփակե մեր աչքերը եւ մենք չկարենանք տեսնել։ Մտահոգության շղարշը, դժվարության շղարշը, հազարամեկ տեսակի շղարշներ կան, որոնք արգելք են մեր հստակատեսության։ Հանեցեք կսած շղարշը, որպեսզի կարենանք տեսնել։ Եվ ավսիկ Սամոս 2 գուկա եւ ոչ թե գպատկերացնե, այլ գմարգարեյանա։
Ինչ որ դեղի ունենա Քրիստոսի երկրավոր կյանքի այս առաքելության ավարտին եւ անոր օրինակով նաեւ այս անգամ արդենու մենք որպես Քրիստոսի աշակերտները։ Եվ քիչ առաջ որ գսե Պողոս Արաքյալի խոսքը, եթե գսե գեհենևին Քրիստոսի հետ կերուն, եւ գգրեն նույն նեղություններն ու չարչարանքները, եւ եթե հարց տակ բաղմկսե, ինչու է որ գգրենք այս նեղությունները եւ դժվարությունները։ Ինչ է նպատակը որ գգրենք այս նեղություններն ու դժվարությունները։ Պողոս Արաքյալը գսե թիդելու եղանակը ըստ այն ըմբրե Քրիստոսի հետ չարչարակից ըլլալու, որովհետեւ Քրիստոսի հետ այդ փառքին արժանի դառնալու համար։ Եվ հիմա գրնանք նաև մեկ այլ ուրիշ հարցում հարցն է, պետք է որ տարաբին չարչարվին, որպեսզի փառքին արժանանան։ Այո, եթե երբեք հետևյալ դրամապանությամբ Պողոս Արաքյալը գսե, եթե համեմատեք ձեր գրած նեղությունները քալիք փառքին դիմաց ոչինչ են։ Երկրորդ գսե Պողոս Արաքյալ, դակավի մենք մեր գրած նեղությունները գսե ոչինչ է համեմատած Քրիստոսի գրած նեղություններում։ Իսկ երրորդ դարձյալ Պողոս Արաքյալ կհիշեցնե, մեր գրած նեղություններում գողքին Աստված կուտա գսե այն միջոցը հաղթահարելու նաև այդ դժվարությունները, բայց մեր դիտելու եղանակն է որ դախում ունի, որ այս նեղություններն ու դժվարությունները իբրև ինչպիսին է որ մենք դառնենք։ Մենք հաճախ կտշկոհենք նեղություններն եւ դժվարություններն։ Առանց սակայն տեսնելու, որ այդ նեղության եւ դժվարության ավարտին ինչ է որ պատրաստված է։ Եվ անորոշ որպեսի հստակ գտնա Պողոս Արաքյալ օգտագործե մարզիկի օրինակը։ Պողոս Արաքյալ օգտագործե գրփամարտիկի օրինակը։ Գսե մարզիկի իր մգանները կպատրաստե մրցումի մասնակցելու եւ մրցումին ավարտին նաեւ մրցանակ ցեկցկելու։ Այսօր մենք բասեն ինչի է որ գվազենք մեր այս ամբողջ կյանքի ընթացքին։ Ինչի համար գվազենք։ Դում ավելի ունենալու, ինքնաշարժ ավելի ունենալու, հակուստ ավելի ունենալու եւ կամ մենք կվազենք այնպես որ Պողոս Արաքյալ գսե չգործընծնենք մրցանակ, որ մրցանակը հավիտենական կյանքի մրցանակը, որում համար կյանք տրվեցավ, փոխան կյանքի Հիսուս Քրիստոսի կյանքը։ Մենք որպես ինչ կանենք քրիստոնեական հավատքասկացողությունը։ Արարողությունը, պաշտամունքը, գիրագորելու մոնվարելը կամ բادرակի ընթացքին հաղորդվելը կամ իրամեզ կյանքի ընթացքը, ճանապարհորդությունը ամբողջ, ելնելով Եգիպտոսի ստրգութենեն, անցնելու ալաբադային թափառումները եւ մտնելու խոստացված երկիր։ Մենք հաճախ կմոռանանք, որ այդ բոլորը որ եղան իբրև նախապատրաստություն քալիք սերունդին, որ մեր կյանք ուրիշ բան չէ, մեղքի ստրգութենեն դուրս ելած անաբադային թափառումներու մեջ ենք, որովհետեւ հասնենք մինչև խոստացված երկիր եւ գորոնթացիոնու նամակի մեջ գսե բոլորը չէ որ խոստացված երկիր մտան։ Բոլորը դուրս եկան Եգիպտոսը, բայց բոլորը չէ որ խոստացված երկիր մտան։ Անորոշ Քրիստոս գսե բոլորն են, շատերն են գանչված, բայց քիչերն են որ գնդրվին։ Քիչերն են որ միայն պիտի մտնեն խոստացված երկիր։ Եվ հիմա ավասի արիք կուտա ինձ մարդահրավեր հարցումը հարցնելու ես յուրաքանչյուրը ինք որ խումբի մաս կգազմի շատերն են որ գանչված կամ քիչերն են որ ընդրված եւ անորամարալ գսե Քրիստոս ներ է այն ճամփան որ գտանի թևի փրկություն եւ քիչերը միայն գրնան այդ ճամփի մեջ ընդ եւ ասիկա դառնա մեզի մարդահրավեր այսօր ես ուր է ինչ է վիճակս որ ճամփու մեջ է Ուզեմ քրիստոնեական կյանք ապրի, բայց թող որ այդ ճամփանը լա լայն, թող որ այդ ճամփանը լա հեզասա, թող որ այդ ճամփանը լա թյուրին, լայն է ճամփան։ Բայց Քրիստոսը ստագորեն գսե, բայց այդ ճամփան գորուստ կտանի։ Ներ է այն ճամփան, որտեղ կյանք կտանի։ Այսօր մենք այստեղ երկրի տրված կնայև, մեզ այնպես մվարժեցուցած է, ինչի լայնության, լայն։ Փորձենք ինչ-որ նեղ սենյակ մտնել, նեղություն կա մեր վրա։ Որտեղ լայնության վարժվեցան, շատության վարժվեցան։ Հիմա կդժվարանանք զրկվածություն հասկացողութենեն։ Չէ, մենք վարժ ենք։ Մեծ դունի, մեծ ինքնաշարժի, շադի, այսինչի, գամադինչի։ Բայց այդ բոլորը գսե գորուստ տանին։ Հետևաբար Քրիստոսի հավասիկ անոր մասին եղած այս մարգարեությունը կա մեզ հիշեցնելու։ Ուր է այդ խոստումը թրջեցի, մերժեցի, որտեղ այդպես կպատկերացվի, որպես դեսարան։ Եվ այդպես անասին, վստահած է, ուր է, թող ինչն է օգնե։
Աստծո անունով գքարոզեր, Աստծո արկայության մասին գխոսեր, ուր է։ Եվ այդպես է մեկ այլ ուրիշ Սամոսը գսե, Դավիթ այս անգամ շատեր դիսե, ուր է կուդեր Աստվածը, դու մորանոր կվստայի, ուր է կուդեր Աստվածը։ Եվ հիմա գսկսին հասկանալու, որ ամեն մեկ Սամոսի մեջ դողմը, նախատասությունը, եթե ոչ ամբողջությունը ըսված, խոսված Քրիստոսի մասին։ Այդ ակնոցով դիտած, այդ հոգիով դարձանու եւ անոր մեջ տեսնելու Քրիստոսի ներկայությունը եւ իր կյանքի օրինակով նաեւ մեզի օրինակը տալու, որովհետեւ մենք այսօր ինչ վիճակի մեջով որ կանցնենք, մեր մտքերում կկանայր նույն վիճակը, ուր ես, ինչու չես օգներ, չէ որ ուխտեցիր, չէ որ խոստացար, ուր են այդ բոլոր խոստումները, ուխտերը որ գտեցիր, այս արդյոք թրջեցիր, մերժեցիր, անարգեցիր, մեկտի ծրիր, բայց ընդհակարակը Գշարնագե եւ եսե թեր միջև երբ եւ որ երես մի դիթարցնես տեր, միջև երբ փառքությունը գրադի վես մի դիբա իմիջալոց վերի վերջի տողը գարջեցուցիր անոր երդասարդ դարիները եւ ամոթով ծածկեցիր։ Արդեն 33 տարիկանին գարջեցուցիր անոր երդասարտության դարիները։ Թեր միջև երբ երես կդարցնես, մի դիթարցնես, երբ միջև փառքությունը գրադի վես մի դիփորփոքի։ Հիշեզիս թե որքան գարջ է կյանքը Միթե զուր դեղը ստեղծեցիր բոլոր մարդիկը, դա մարդը, որ ապրի առանց մարդ տեսնելու, որ գարենա մահվան ցերկեն պախուստալ։ Ուր են առաջվան սերտ եւ հավատարմությունը տեր, որ երթումով խոստացար Դավիթին։ Հիշե ովեր նախադինքը, որ ես կուծարած գրեցի բազմաթիվ ժողովուրդները, այն նախադինքը, որ քու թշնամիները դեր հասուցին քու հոցյալիտ։ Օրտնյալ է դերը Հավիդյան ամեն թող այդպես լա։ Եվ երջի բաժինը բուկա և հարցումով, բայց այդ հարցումը որպես ըսելու համար դեր մինչև երբ է, որ այս ժամանակը պիտի դեր է։ Մինչև երբ է, որ քու պարդությունըտ, մինչև երբ է, որ քու այս երես թարցուցած լալու վիճակըտ։ Եվ ադիգա շատ ժամանակ չանցա, 3 օր հետո, շատ ժամանակ չանցա, 3 օր հետո հարություն է, որ արա։ Եվ ադորամար արակյալը կսե և հայրն ասված հարուցանեց այն ուխտը, որ գնքած էր և ադորամար 16-րդ Սամոսի եթե գարտան ինչ կսե 16-րդ Սամոսը կուկա լրացնելու միտքը ահա թե ինչու սիրտս ուրախ է հոգիս ծնծության մեջ է որտեղ ես գիտեմ որ քու ծառայիդ մարմինը պիտի չծկես որ բդություն տեսնի Գերեշանեգե այս իրավիճակները, որում մեջով գանցնին, գպատկերացնե քալիքը, ինչ է որ պիտի պատահի։ Որ գնշային մեզի գուդա արիթը թիդելու սովորականեն անթինը, գուդա մեզի թիդելու արիթը, կարողությունը, շնորհքը, բարձ երևույթի, հուլիսներու յեդին եղած այն ինչ որ գպատրաստների որպես փրկության ծրագիր։ Եվ ադորամար է որ այս բոլորը գուկան մեր առջև հստակորեն ցույց տալու Աստծո պատրաստած ծրագիրը Հիսուս Քրիստոսով կատարվելի եւ կատարված արդեն ժամանակներում լրումի իսկ այսօր որ մենք կապրենք այս օրերը իր նեղություններով եւ դժվարություններով նույն հարցումները հարցնելով ինչպիսի ավարտ ունենալու վերջավորության այն նույն խոստումը որ Քրիստոս ինքն տվավ ահա վասիկ ես ցեզի հետ եմ Միջև աշխարհի վախճանը մի վախնակ, մի վախնակ։ Անորամար է, որ գուկա մեզի դալու ճիշտ այս կացության մեջ, ուր չարը, չարիքը, չարությունը, նեղությունը, դարավանքը, ամբուժելի հիվանդությունները գուկա մեզ նեղելու եթե թողկա մեր միտք այդ խոստումը, ցեզի հետ եմ, մի վախնակ։ Որտեղ նույն հարցում դարձել է մինչև երբ Նույն հարցումը արծուցին հայտնություն հովանու թքի մեջ եղած այդ դեսիլքը, որ սեղանի դարկ տային գսե հոգիներ, որոնք գաղաղագեին և գսեին մինչև երբ դեր, մինչև երբ պիտի սպասես, երբ պիտի դեսես մեր արդարթատը, ով պիտի պաշտպանե մեր արդարթատը, այսօր գզովին, գնահատակին, ուր որալ են մարդկություն հասկացողությունը, ով է որ պիտի պաշտպանե անոց թատը, այսօր ամբողջ աշխարհը իլուր դթիդե միայն թիդողի թերի մեջ է, Մի գուցե շատ թուղթի վրա թադաբարդ է, թուղթի վրա է, ուրիշ բանը չէ։
Կամ բարձրախոսերու դիմաց գտադաբարդեն, ուրիշ բան չէ, ավելի բան չէ։ Ես ագան ով պիտի նայի, ով պիտի պաշտպանի անոստատը։ Նույն հարցում այսօր մենք կհարցնենք։ Դակամին չհաշված անհատական կյանքի հետ կապված, դակամին չհաշված ընդհանուր մարդկության հետ կապված։ Բայց Քրիստոս հստակորեն կներկայացնե, հստակորեն այսպիսի բաներ դեղի պիտի ունենան։ Ասոնք դակամին սկիզբն են, դակամին չեկած մեծ նեղության օրը, բայց ձեր հոգիները թող չի խռովին։ Մի խռովի, պիտի խռովի, բայց մի խռովի։ Պիտի կան բահեր, պիտի ունենաք բահեր, որ խռովի, բայց մի խռովի։ Լավ ինչ ունենք, որպեսզի չխռովինք։ Արեք ձեր վրա Աստծո սպառազինությունը։ Լեցվեցեք Սուրբ Հոգիով, ճունիք խնդրեցեք։ Գբաքսի մեզի խնդրենք, որ ավելցնեն։ Մենք ուրիշ բաներու մեջ ենք խնդրանքներու մեջ։ Անորամար է որ Քրիստոս ծորվեցուց, երբ որ գաղութեք կխնդրեք, նախ ինչ խնդրեցեք, Աստծո արքայությունը խնդրեցեք, խնդրեցեք հոգիներու փրկությունը, հետո երբ որ հեթանոսներու պես մի խնդրեք, այս կուզեմ, անոնք պիտի դրվին, եթե գուզեք կդրվին, բայց հոգիի փրկության մասին, այսօր հոգիներ կան, որոնք կգործվին, այսօր քաղաքական աշխարհն է, որ գսե դարի 8 միլիոն երեխա կգործվի մեջտեղ են, չկա մեջտեղ, ուր են, չեն գիտեր, գարևանքվին, գսպանդվին 8 միլիոն, հոգևոր մարդիկ չեն քարոզողները, աշխարհիկ ղեկավարներ են, որոնք կսեն, կհայտարանեն, 8 միլիոն երեխա կգործվի, երկրի երեսեն, ուր են, ինչ են, ով կխոսի այդ բոլորի մասին։ Այսօր գչարտվին, երեխաները չարտվին, ով կխոսի այդ բոլորի մասին։ Ընդհակառակ խոսողնա կլրեցնեն, այնպես ինչպես լրեցուցին, ու դակավին կշարունակեն լրեցնելու։ Բայց հստակորեն Քրիստոս կսե, եթե լրեցնենք, քարերը պիտի աղաղակեն, քարերը պիտի աղաղակեն։ Եվ այս բոլոր Աստված չի տեսներ, Աստված կտեսներ։ Բայց եթե հարցնենք ինչու չի միջամտեր, ինչու վեր չի դար, ուր է այդպես խոստումը, ուր է այդ ուխտը, Արաքյալից Աստծո համբերադարությունը փրկություն համարեցին։ Որտե դակավին հոգիներ կան, որոնք պետք է փրկվին, հոգիներ կան, որոնք պետք է դարձի կան, հոգիներ կան, որոնք դակավին խավարի մեջ են պետք է լույսի կան, աղոթենք այդ հոգիներուն համար։ Իսկ եթե երբեք դակավին հոգիները եկած են լույսի մեջ են, աղոթենք նաև այդ հոգիներուն համար, որպեսզի մնան լույսի մեջ։ Շարունակեն մնալ լույսի մեջ, որտեղ ժամանակներ պիտի կան, որ եթե կարելի եղավ ընկերյաններն ան մոլորեցնելու, պիտի մոլորեցնեն։ Այսօր ամեն տեսակի հնարքներ օգտագործվի։ Չարին կողմեն, ամեն տեսակի հնարք։ Եվ այդեր խոսք Արաքյանին, թեմ տնելու չարին բոլոր տեսակի հնարքներուն, բոլոր տեսակի։ Անիկա լավ երևի, անիկա քեշ երևի, անիկա քեղեցիկ երևի, անիկա վատի երևի, կարևոր չէ, հնարքներ են, միջոցներ են օգտագործելու։ Զիս քեզ լույսը յուրաքանչյուրը Աստծուց մեն հերա, որտեղ այդ ուրիշ բան չէ իր նվատակը։ Եվ եթե երբեք Աստված կհամբերե, իր համբերադարությունը ցույց կտա, որտեղ կսպասի ինչին, հունցքի օրվան։ Ցկեցեք, որ երկուքը միասին աճին, որոնն ու ծորենը, որպես երբ որ ժամանակը կա հունցքի, նախ քաղեն որոմը, կուրց են, գրագն են, հետո ծորենը ամփարեն եւ իշտեմարաններու մեջ։ Ուրեմն կնշանակի, եթե դակավին Աստված կհամբերե, կնշանակի հունցքի ժամանակը դակավին հասած չէ։ Երբ որ կհասնի հունցքի ժամանակը, երբ որ հասունանա հասը, ուրեմն կնշանակի պետք է որ հավատացյանն ալ հասունանա։ Անորամար Պողոս Արաքյալը գաղութեն, փափակս է կխնդրեն, որ դուք հասունանաք, փափակս է որ դուք մեծնաք, փափակս է որ Քրիստոսի հասակին հասնիք, հասկի հասակն ունի հասկը, փափակս է որ հասնիք կսե այդ հասակին, Քրիստոսի հասակին, Քրիստոսի նմանության, որ կնշանակի այսօր մեզ մեր յուրաքանչյուրին դրված այդ հրավերն է, որքանով հասած են Քրիստոսի այդ հասակին։ Հաճախ երեխաները իրենց հասակը կչապեն ծնողներուն հետ, ծնողներն ագսեն հասակը թող չէ, խելքդ հասնի հոն։
Բարձրահասակ ես բայց չկա։ Ինչպես որ քիչ մնալ կատակի վերածելու, մեկը գսե ես ուսումնասիրեցի գսե մարդու միտքը ուղեղը, որ կբաժնվի երկուքի, left եւ right, ցախ եւ աջ։ Գսե left-ի մեջ nothing right, is right-ի մեջ գսե nothing left։ Մարդու միտքը երկուքի բաժնվի, nothing left, nothing right։ Որ գնշան որքան խեղճ է մարդը։ Եվ այս խեղճության մեջ առաքյալը գսե ով զիս պիտի փրկե։ Այս ամբողջ արարածներու մեջ գսե ամենախեղճն է մարդը։ Բայց ասո ողորմությունն է, որ պիտի փրկե։ Հետևաբար աղոթողը լանք աղոթենք, որ Աստված ինքը ողորմի եւ հանգարց իրոք մեր դարձված երես մի թարցներ վիճակը միշտ չլա ընդհակառակը, եթե անգամը որ երես դարձուց ասված, կնշանակի ալվերջն է։ Անորամար է որ մարգարեին գսե Երեմիա մարգարեին, մի աղոթ է գսե այս ժողովրդին համար, որ դե ժամանակը հասած է։ Թող չլա այնպես մսիրներ, որ դեր ինքը հրահանք է եւ գսե ալ մի աղոթեք այս աշխարհին։ Ընդհակառակը եթե պահեց, ու դակավին եթե կպահե, որ եկեղեցին պահվի, հավատացյալը պահվի երկրի վրա, չվերցնե աշխարհին, որտեղ անոր ներկայությունը թերը ճիշտ անորամար է, որ աղոթե հոգիներու փրկության համար։ Հետևաբար եկեք աղոթենք հոգիներու փրկության համար, որոնք դակամին խավարի մեջ են, իսկ անոնք որոնք եթե լույսին են եկած, թող որալ Աստված պահես իրեն լույսի մեջ։ Ով երկնավոր Հայր, քո հայրական սիրովդ եւ հոգածությամբ եւ մանավանդ ողորմությամբ նայիր մեզ մեկ յուրաքանչյուր։ Այնպես ինչպես անցյալին, քու պատգամներովդ, քու Սուրբ Հոգիովդ, մարգարեություններ, պատգամներ տվիր, խորորանոց, որոնք Սուրբ Հոգիովդ լեցված, խոսեցան, քրեցին, պատգամեցին, քալիքի մասին, եւ այդ քալիքը ուրիշ բան չէր, եթե ոչ քու միացնիդ մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի առաքելության ու մանավանդ այդ փրկության ծրագրին իր խաչելությամբ, թաղմամբ ու հարությամբ։ Այդ բոլորը սկիզբեն դվիր, խոսեցար, պատրաստեցիր եւ ժամանակներում լրումին նաեւ իր կատարումին հասցուցիր։ Այսօր ալ այս պահում մեր աղոթ խնդրանքն է, որ մեզ բահես, մեր աղոթ խնդրանքն է, հիշես այն հոգիները, որոնք տակամին խավարի մեջ են, այն հոգիները, որոնք քեզ մեն հերու են, գաղոթենք անոնց հոգիները լուսավորության, գաղոթենք, որ անոնց հոգիները քեզ գտնեն, անոնց հոգիները լուսավորես, որպեսզի քեզի վերադառնան, անորամար է, որ դու կհամբերես տակավին, որտև դու մեղավորի մահը չես ուզեր այլ անոր դարձ է եկություն։ Իսկ անոնք, որոնք լույսի մեջ են, գաղոթենք նաև անոնց համար, որպեսզի իրենք պահես այդ լույսի մեջ։ Որ հանգար չլա թե այսօրվան աշխարհի այս տրվածքին, որ հոգիներ կրնա խռովեցնել, հանգար չլա թե հոգիները խռովին եւ այդ լույսեն հրաժարին ու երթան վերադառնան խավարին։ Մեզ ալ հիշե, մեզ ալ բահե, մեզ ալ զորացուր, որպեսզի մենք ալ գարենանք այս հավատքի կյանքը, ընթացքը, բահել այնպես պատերազմելու, բարի պատերազմը, հավատքը բահելու, ընթացքը ավարտելու, որպեսզի նաև արժանի ելանք արքայության մսալի։ Բահավան ամենայնի Քրիստոս, աչքով հովանի, լիցի վերամերի դվե և իքիշերի, ինստիվ իդանի կնալի ճանապար, ընչել և իհարնել, Զինի երբեք սասանեցայց և ողորմյա և մեզ բազմամեղացս, ամեն։